այս մոդելների ցույց են տալիս, որ անկախության ապահովման լավագույն ձևը դա երկաստիճան համակարգն է, որպեսզի լինի պետական փորձաքննություն եւ անկախ քաղաքացիական փորձաքննություն հավասարակշռող դիրքերով։ Նաեւ ռեսուրսային տեսանկյունից սա եւս անհրաժեշտություն է, նախագծով նախատեսված մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները փաստացի բավարար չեն ամբողջ պետական համակարգը սպասարկելու համար եւ օրինակ Ռուսաստանում բավականաչափ առաջադեմ կարգավորումներ են այս մասով նախատեսված, այս խնդիրը լուծվել է ակրեդիտացման արտաքին փորձագետների եւ ՔԿ-ների համակարգի ներդրմամբ, որով ձևավորվում են խորհրդատվական ցանցեր եւ Հայաստանում եւս նպատակահարմար է ներդնել նմանատիպ ակրեդիտացման համակարգ մասնագիտացված ՔԿ-ների եւ անկախ փորձագետների ներգրավմամբ եւ այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն շուրջ 1 տասնյակ տարիներ ջհատագովում է այս մոտեցումը, որովհետեւ եւս ներդրվի Հայաստանում։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։